Այս 22-րդ քարոզը մեզ կհանգեցնի հայտնության գրքի ամենասարսափելի եւ վերջնական դատաստաններուն առջև։ Այստեղ այլևս շեփորներու նման նախասկուշացում չկա, այլ կան 7 սրվակներ, որոնք լեցուն են Աստուծո անխարմ բարգությամբ։ Այսօրվա պատկամը նաև երկարացկված է քիչմը, բացահայտելու համար, թե ինչպես Աստված վերջնականապես պիտի մաքրե երկիրը Քազանին բղծուտենեն։ Ավարտած է համբերության ժամանակը սպարեցավ։ Հայտնություն 15 եւ 16 գլուխներու մեջ երկինքի դաջարը կբացվի եւ հոն դուրս կուքա կամ կուքան 7 հրեշտակներ ցերկերնին ունենալով Աստուծո բարգության 7 ոսկյա սկավառակները։ Անոնք վերջին հարվածներն են, այլևս չկա 1/3-ին խնայողությունը, ինչպես շեփորներու ժամանակ։ Այս սրվակները պիտի տապվին ամբողջությամբ հարվածելով Քազանի տակավորությունը, բղծված շուրերը եւ արևուն տակությունը։ Այս աշխարհը գեհեկնե Աստուծո արտարությունը, մարդիկ կգարձեն, թե գրնան անverջ ավստամբիլ, հալածել սուրբերը եւ բղծել երկիրը։ Սակայն սկավառակները մեզ կհայտնեն, որ Աստված արդար է եւ իր լրությունը դգարություն չէ։ Դու պատրաստ ես այն բահուն, երբ երկնքի դաջարը պիտի լեցվի մուխով եւ ոչ ոք պիտի կարենա հոմ մտնել, մինչեւ որ դատաստանը չավարտի։ Լսե այս վերջնական ահազանգը։ Սկավառակները արդեն սկսած են թափվել։ Վերջին սրվակները եւ Արմագետոնի ճակատամարտը։ Ողջույն հանաբազորի ացի սիրելի ունգընտիրներ, 22 մարտն է 2026 թիվ եւ մենք կշարունակենք հայտնության գրքի 15 եւ 16-րդ գլխու մեկնությունները միատեղ։ Հանաբազորի ացի սիրելի հավատացյալներ, այսօր մենք կմտնենք հայտնության գրքի ամենաօրհասական բահերուն մեջ։ Հովհաննես կտեսնե գրագով խառնված Աբագիա ծովը եւ անոր վրա կանգնած են անոնք, որոնք հաղթեցին Քազանին եւ անոր գնիկին։ Անոնք երկեն Մովսեսի եւ Քարնուգի երկը։ Ասիկա մեզի կսորվեցնե, որ նույնիսկ սարսափելի բադոհասներու մեջտեղը Աստուծո ժողովուրդը հաղթական է։ Արթունության գոչը քեզ կհարցնե. Դուն Աբագիա ծովու վրա ես հաղթանակի երկով, թե երկրի վրա սարսափով սպասելով սրվակներուն։ Երբ առաջին հրեշտակը տապեց իր սրվակը, չար եւ սոսկալի տալարներ, խոցեր եղան այն մարդոց վրա, որոնք Քազանի գնիկ ունեին։ Այսօրվա բժշկական եւ գենսապանական դակնապները բարձաբես ստվերներն են այս գալիք հատվածին։ Աստված կհարվածե մարդու մարմինը, որբեսի անսկա իր մեղքի թույնը։ Երկրորդ եւ երրորդ սկավառակները ձովն ու ջուրերը արյան վերածեցին։ Երկնային ցայնը գահագե, արդար ես Տեր, որովհետև անոնց սուրբերուն արյունը տապեցին, եւ տուն անոնց արյուն դվիր խմելու։ Ասիգա է հադուցման օրը։ Այսօրվա անարտարությունները մոռացված չեն։ Հայտնության գիրքը մեզ կզգուշացնե, ով որ արյունը գտենչա, Աստված զայն արյան մեջ պիտի ընկղմե։ Չորրորդ սկավառակը թափվեցավ արեքագին վրա, եւ մարդիկ սկսան այրիլ մեծ տակուտենեն։ Մենք կխոսենք գլիմոյական աղետներու մասին, բայց ասիկա բոլորովին դարբեր մագարտակ է։ Մարգարեական պատգամը մեզի ցույց կտա մարդկային սրտի կարծրությունը, նույնիսկ երբ գայրեին, անոնք Աստուծո հայհոյեցին եւ չապաշխարեցին։ Որքան նման է սիրելիներ ասիկա այսօրվա աշխարհին։ Բադոհասները կշատնան, բայց մարդը ավելի կգադաղի Աստծո դեմ։ 5-րդ սկավառակը հարվածեց Քազանի քահը եւ անոր թագավորությունը խավարեցավ։ Աստված պիտի խավարեցնե այն համաշխարհային համագարքը, որուն այսօր մարդիկ կվստահին։ 6-րդ սրվակը տապվեցավ Եփրատ մեծ քեդին վրա, եւ անոր ջուրը ցամաքեցավ,
որբեսի արևելքի թագավորներուն ջամփան պատրաստվի։ Հովանես կտեսնե 3 բիղծ ոգիներ, քորդերու նման, որոնք դուրս կելեն վիշաբի, քազանի եւ սուտ մարգարեի բեռնեն։ Ասոնք դիվային նշաններ են, որոնք պիտի հավաքեն աշխարհի բոլոր թագավորները պատերազմի համար ամենագալ Աստուծո թեմ։ Այդ վայրը կգոչվի Արմագեդոն։ Այսօրվա աշխարհակաղակական լարվածությունը Եփրատի շրջակայքի մեջ մադահական չէ։ Արտնության քոչը մեզ կսե. ահա քողի պես կուկամ, երանի անոր, որ արթուն կմնա։ Մինչ աշխարհը կպատրաստվի մեծ պատերազմի, դու պետք է պատրաստվիս Տիրոջ դիմավորելու համար։ 7-րդ սրվակը տապվեցավ օդի մեջ, եւ կահեն մեծ ցայմը լսվեցավ. ավարտած է, աննախադեպ մեծ երկրաշարժ եղավ, որուն նմանը երկրի վրա չէր տեսնված։ Մեծն Պապելոնը 3 մասի բաժնվեցավ եւ ասկերուն քաղաքները փլեցան։ Դաղանտաչափ գարգուտ տապեցավ երկնքեն։ Ասիգա մարդկային քաղաքակրթության վերջնական փլուզումն է առանց Աստուծո։ Գալիք պատուհասները պիտի չնչեն մարդու հպարտության բոլոր հուշարձանները։ Մարգարեական պատգամը մեզ կհարցնե. դուն ունիս դումը, որ գառուցված է վեմի վրա, թե քու ամբողջ կյանքը պիտի փլչի այս երկրաշարժի հետ։ Այսօրվա արտնության գոչը հստակ է. մի լարանոնց հետ, որոնք քազանի գնիկը կգրեն։ Սրվակները ուղված են քազանի համագարկին։ Եթե դուն այդ համագարկի մեջ ես, դու պիտի ճաշակես այդ բարգությունը։ Բայց եթե դուն դաջարին ներսն ես, եթե դուն հաղթողներու հետ ապագյա ծովու վրա ես, դուն ապահով ես։ Աստուծո բարգությունը իր զավակներուն թեմ չէ, այլ չարիքի թեմ։ Մինչ աշխարհը կդնքա գարգուդի եւ խոցերու տակ, եկեղեցին կկանչվի բահելու իր հագուստները, որբեսի մերկ չշրջի։ Հաղթողի համար հայտնություն 15-16 գլուխները արտարության հաղթանակ են։ Մենք չենք կրնար սրվակներեն կամ չենք վախնար, որովհետև մենք գիտենք, որ Աստված սուրբ է եւ արդար։ Այսօրվա պատուհասները մեզ կհիշեցնեն, որ մենք պետք է ավելի սրբվենք, մենք պետք է հերու մնանք Պապելոնի բղծութենեն նախքան անոր դատաստանը։ Եթե դու այսօր Տիրոջ կողմն ես, Արմագեդոնը քեզի համար ոչ թե գործանում է, այլ Քրիստոսի թագավորության սկիզբը։ Արտնության գոչը վերջնական է, ապաշխարության թուրը դեռ բաց է, բայց սրվակները արդեն թեքված են։ Մի հայհոյեր Աստուծո քո դարաբանքի մեջ, այլ խոնարհվե անոր առջև։ Պատրաստվիր, որովհետև Տիրոջ ձայնը շուտով պիտի որոդա, պատրաստվե։ Միայն անոնք, որոնք քառնուկի արյամբ լվացված են, պիտի գարենան կանգնիլ անոր առջև այդ մեծ օրը։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն սիրեիներ։ Արդարությունը կհասնի, իսկ դուն պատրաստ ես։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ։